Մեկը հունիսի, մանուկների տոնն է, մեկը հունիսի։ Դե երկենք մեկ էլ միասին, մանուկների տոնն է, մեկը հունիսի։ Մեկը հունիսի, օրակներ, երկենք, ինձ հետ լսվիր, դե եկենք, երկենք միասին, մանուկների տոնն է, մեկը հունիսի։ Թող լինի միշտ արևը, թող լինի միշտ երկինքը, թող լինի միշտ մայրիկը, և թող միշտ լինեմ ես։ Բարի լույս սիրելիներս, բարի լույս աշխարհով սփռված իմ հայ ժողովուրդ, իմ հայություն, իմ բարեկամներ, իմ հարազատներ, այսօր ամռան առաջին օրն է, մեկը հունիսի, մանուկների տոնն է, մեկը հունիսի, դե երկենք, մեկը հունիսի, մանուկների տոնն է, մեկը հունիսի։ Սիրելիներս, առավոտից արթնացել եմ, տունս հյուր ունեմ, գիտեք, վլոգը մի քիչ ավելի ուշ կտեղադրեմ, քանի որ հյուր ունեմ այս պահին ինքն իր համարագործով զբաղված, ես էլ ասեցի առիթը օգտագործեմ և գոնե մի քանի րոպեով միանամ ձեզ, քանի որ առավոտից ես կասեի նույնիսկ գիշերվանից թե Instagram-ով, թե Facebook-ով տարբեր մարդկանց կողմից շնորհավորանքներ եմ ստանում երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ։ Շնորհակալ եմ բոլորիցդ անձառանց, բոլորիդ սիրում եմ, բոլորիցդ շատ գոհ եմ, բոլորիցդ շատ չափից շատ զգացված եմ։ Չեք պատկերացնում, մի ուրիշ բան է, երբ որ մարդ իրեն ուղված գովասանքներն է լսում ու կարդում, լրիվ մի ուրիշ բան է, երբ որ մարդ մաղթանքներ է կարդում նվիրված այս գանձին, գանձ, ում գտել եմ 9 տարի անց, գանձ, առանց իրա օրս չեմ պատկերացնում, գանձ, ով լցրել է իմ կյանքը, ով լցրել է իմ աշխարհը, ով լցրել է իմ սիրտը, հոգին, իմ կյանքը, իմ ամեն ինչը, գանձ, ում համար ապրում եմ ես, միգուցե մի քիչ տարօրինակ հնչի, բայց ամեն դեպքում, գանձ, ում ես միշտ սիրում եմ, ում ես միշտ պարտական եմ, ում կնվիրվեմ անձնվիրաբար, անձնուրաց, մինչև են կյանքիս վերջին շունչը, ու առիթից ելնելով այսօր առավոտ արթնացել եմ, մենք մամայիս ու ընկերուհուս իմ Սիլվայիս հետ նստած սրճում էինք, եկել ասում եմ արի պաչեմ այսօր մանուկների տոնն է, քեզ շնորհավորեմ, հետո մի լավ տեղ եմ տանելու, դա կտեսնեք օրվա վլոգում, սիրելի հետևորդներ ջան, սիրենք մեր գանձերին, փայփայենք մեր գանձերին, քանի որ մեր գանձերը մեր ապագան են, մեր գանձերը մեր կյանքի ուղին են, մեր գանձերը մեզ ուժ տվողն են, հույս տվողն են, լույս տվողն են, մեզ իրականությունից կտրողն են, մեզ հեքիաթների աշխարհ ուղարկողն են, մեր գանձերը անգնահատելի են, վեհ են, թանկ են, ադամանդից էլ թանկ են, ու առիթից ելնելով չեմ կարողանում անտարբեր անցնեմ ու չասեմ, որ Տեր Հիսուս մայրության շնորհքով օրհնի բոլոր այն մարդկանց, ովքեր երազում են ունենան այս գանձ բալա, ովքեր երազում են իմանան մայրության բերկրանքը, խանձարորի ճիչը, չգիտեմ,
ովքեր երազում են, որ լսեն մամա բառը, թող Աստված բոլորի երազանքները ի կատարածի։ Եվ որ ամենակարևորն է, բոլորի տանը լսվի ման ճիչ, իմ համար կապ չունի, հայ ենք, կարևորը մարդ ենք, աշխարհով մեկ սփռված մարդ ենք, ամեն ազգության մեջ կա եւ լավը եւ ցավոք սրտի վատը, Աստված հեռու պահի մեզ բոլոր վատ մարդկանցից, ես անգամ երեխեն ընձևի սրբությունն է իմ համար, ընձևի փափագա իմ համար, որ ես անգամ իմ թշնամի ազգի երեխային ոչ մի վատ բան չեմ կամենա, չեմ ասում իմ թշնամու երեխային, որովհետև Փառք Հիսուսին ես թշնամիներ չունեմ, Աստված այնքան սիրում ու պաշտում ու այնքան իր հովանու ներքոյա մեզ պահում, որ թշնամիներից մեզ զերծ է պահում, մաքրում է մեր ճանապարհը, այնպես որ սիրելիներ ջան, շնորհավորում եմ բոլորիս մանուկների տոնը, թող մեր մանուկները միշտ մանուկ մնան, որովհետև իմ հոգու խորքում այս պահին ես էլ եմ մանուկ, որ քանի ունենք ծնողներ, քանի ունենք 2 հատ, այսենց թևեր բացված, թող այն նայեք, բացի թևերը, այսենց բացված թևերով թող բոլորս ապրենք, թող բոլորիս թևերը միշտ բաց մնա, թող բոլորս միշտ մեր հոգու խորքում մանուկ մնանք, կապ չունի 43 տարեկան ես, 12 տարեկան ես, 2 տարեկան ես, թե 2 ամսեկան, որովհետև մանկության համն ու հոտը երբեք հետ չես բերի, մանկական անմեղ հոգին երբեք չես կարող հետ բերել, որովհետև տարիները մարդուն կոփում են, տարիները մարդին ստիպում են նույնիսկ այնպիսի արարքի, որ հետո մարդը կզղջա, իսկ մանուկը խանձարուրում երբեք չի անի, չէ՞ նմանատիպ գործողություն։ Դրա համար ես գտնում եմ, քանի հոգով մանուկ ենք, քանի մենք ապրում ենք, այս հենց բաց թևերով, սիրելի հետևորդներ, շնորհավորում եմ բոլորիս տոնը, բոլորիս բարիկների մանուկ, բարիկների մանկության տոնը, թող մեր բալաները, թող մեր գանձերը, թող մեր հրաշքները ապրեն մի բարգավաճ երկրում, որտեղ տիրի խաղաղությունը, սերը, համերաշխությունը, նվիրվածությունը, որտեղ տիրի, չգիտեմ, հանգիստ խաղաղ կյանք, որտեղ չլինի չարություն, չլինի տգիտություն, չլինի ոչ մի ավելորդություն, քանզի որ մենք բոլորս էլ ուզում ենք, որ ապրենք հանգիստ, խաղաղ և բարեկեցիկ պայմաններում, իսկ դրա համար իզուր չի չէ, որ ասում են առողջ մարմնում, առողջ հոգի։ Ես երազում եմ գա այնպիսի մի պահ, որ ոչ մեկ, ոչ մյուսին չցուցանի, չնմանվի, չնմանակի, չքննարկի, այլ ամենքս ապրենք մեր կյանքով, մեր ընտանիքով, մեր բալիկներով, մեր բարեկամներով, մեր լավ ու բարի մարդկանցով։ Այնպես որ, սիրելի հետևորդներ ջան, սիրում եմ ձեզ, մաղթում եմ ձեզ ամենալավ բաները, շնորհակալ եմ ձեզ, որ սիրում եք իմ գանձին, շնորհակալ եմ ձեզ, որ այսքան տարիների ընթացքում թև տվիք մեզ, ուժ տվիք մեզ, կորով տվիք մեզ, աշխատելու նպատակ տվիք մեզ, Լավն էր, մանավը շնորհավորացի, շնորհավորում եմ ձեր մանուկների տոնը, մեզ դու խոսաս, մեն դու այն մանուկների տոնը շնորհավորում կրակարեք ու վրակ ուղարկեք, Ալեքսես ունի այնպիսի հարազատ մարդիկ, տեսեք առանձնացրեցում է շնորհավորում Մենուային ու ձեզեր եմ շնորհավորում, Միքայելիներ եմ շնորհավորում։ Այս երեխեք, այն երեխեքն են, սիրելի հետևորդներ, ում հետ շփվում է իմ Ալեքսը, ում հետ շփվում է Մենուայի տատի հետ է շփվում, բայց երիտասարդ տատիկա չափից շատ, Միքայելի հետ ենք շփվում, ում մաման ինձնից շատ փոքր է, բայց մարդիկ այնքան են սիրում մեզ, այնքան են
տեղ տալիս Ալեքսին, որ շփվում են եւ անձնական տարածքով եւ հեռախոսազանգով, մի խոսքով, այ այս ձևի լավ մարդկանցով շնորհակալ եմ, որ շրջապատել եք մեզ, որ սիրում եք մեզ, որ ուժ եք տալիս, դուք չեք պատկերացնի ինչ մի բանա ձեր գրած միտող գրառումը նվիրված Ալեքսին, որ նկատում եք միայն լավը, միայն դրականը, միայն թեկուզ եթե ուղում եք անում գեղեցիկ ձևով, հաճելի ձևով, ձեր հենց այդ գրածների, այդ ոգևորելու, այդ ուղղության շնորհիվ մենք օրորի ավելանում ենք եւ ոգեշնչվում ու ավելի լավ էներգիա ստանում նոր վլոգներ տեղադրելու, նոր մտքեր անելու եւ հաճելի ձևով շփվելու ձեր հետ։ Նորից եմ ասում, այս պահին ի շնորհիվ իմ Անահիտ Ալեքսեջի շատ ծանոթներ եմ ձեռք բերել, ովքեր շփվում են իմ հետ, նույնիսկ իմ տանը, չէ, եկեք համաձայնենք, որ բոլորիս օջախներում մենք հայերս ասում ենք մեր տան դուռը բաց է բոլորի առաջ, չէ, բայց գիտակցում ենք, որ ցավոք սրտի ամեն տիպի մարդիկ էլ կան ու եթե մի մարդու տանդ դուռը բացում ես ու հրավիրում, ուրեմն իրոք Աստված օրհնել է քեզ, Աստված բերել մտցրել քո կյանք այնպիսի մի լավ մարդու, ում առաջ դու բացել ես քո դուռը, ում առաջ ինքը քրակին սազանգեր։ Ում առաջ ինգե մի րոպե Ալեքս։ Ինչ պետք է ասեմ իմ Գնա դու խոսա, զալից խոսա։ Ասում եմ տոնից շնորհավոր։ Ալեքս ջան, գնա։ Ու մի խոսքով շնորհակալ եմ բոլորիցդ, ես նորից եմ ասում, սիրում եմ ձեզ, շնորհակալ եմ շատ։ Շնորհակալ եմ նաև Աստծուն, որ մեր կյանք ա բերում ձեր նման լավ ու բարի մարդիկ, եկեք սիրենք իրար, չչարանանք, չքննարկենք, չքննադատենք, փառք Աստծո, դե ամեն տեղ լավն էլ կա, վատն էլ կա, բայց միշտ թող բարին, միշտ թող այդ վատը լինի փոքրագույնը ու փառք Աստծո, հենց այդպես էլ կա, այնպես որ սիրելի հետևորդներ ջան, ուղիղ գիշերվանից ստանում եմ տարբեր SMS-ներ, տարբեր մարդկանց կողմից, այնպես որ շնորհակալ եմ, էլ խոսքերս չի հերիքում, և առիթից օգտվելով նորից ասեմ, որ սիրում եմ բոլորիդ, Աստված երկարուձիգ կյանք տա, համ ձեզ, համ ձեր բալիկներին ու որ ամենակարևորը ապրենք խաղաղ երկնքի ներքո, ձեզ ասում եմ առայժմ կհանդիպենք օրվա վլոգում, պակա։